La bohème, ça voulait dire on est heureux. 101 տարի առաջ մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականների ընտանիքում լույս աշխարհ եկավ շանսոնի ապագա արքան Շարլ Ազնավուրը։ Մարդ, որի անունը դուրս է ֆրանսիական շանսոնի, նույնիսկ երաժշտության սահմաններից։ Նա դարձել է համահայկական մշակույթի ձայնը, հայ լինելու փառահեղ օրինակ, մի քանի սերունդների հիշողություն։ Ազնավուրը ոչ միայն երգեց, այլև մշակույթ ձևավորեց եւ այն արեց մի լեզվով, որը հասանելի էր բոլոր մայրցամաքներում։ Ֆրանսիական երգարվեստի 5 խոշորագույն գագաթներից մեկը համարում է Շարլ Ազնավուրը։ Սա ես չեմ ասում, սա ֆրանսիացիներն են ասում։ Մորի Շվալե, Շարլ Տրենե, Իվ Մոնտան, Էդիթ Պիաֆ, Շարլ Ազնավուր։ Սրանք անգերազանցելի բոլոր ժամանակների մեծագույն գագաթներն են։ Շարլ Ազնավուրը բացառիկ կերպար է։ Նա երաժշտարվեստ բերեց նորարարություն ստեղծելով սեփական ձեռագիրը։ Շարլ Ազնավուրի երգարվեստի բացառիկությունը կայանում է նրանում, որ ֆրանսիական արիստոկրատ պոեզիան ինքը հագցրեց կամ այսպես ասենք միաձուլեց արևելյան երաժշտական մոտիվներ ու ստացավ մի նոր որակի երաժշտություն, երգարվեստ, որը ֆրանսիական երգարվեստում նախադեպը չի ունեցել։ Դա մի նոր հարթակ էր, մի նոր ոլորտ էր ֆրանսիական երգարվեստում։ Ազնավուրը բացառիկ էր, բացառիկ իր ձայնով, իր լռությամբ, իր ֆրանսերենով ու հայկականությամբ։ Շարլ Ազնավուրը երաժշտական ձայն չունի։ Եվ ունկնդրի համար դա արտառոց էր, երբևէ նրանք չէին առնչվել նման բանի, հետևաբար չէին ընդունում։ Բայց երբ հասկացան, իսկ դա տևեց 17 տարի։ 17 տարի Շարլ Ազնավուրին որևէ մեկը չէր ընդունում։ Մինչև որ ինքը Կասաբլանկայում, Մարոկոյում համերգ տվեց, շատ մեծ ֆուրոր արեց այդ համերգով, որից հետո թույլ տվեցին, որ Փարիզի Օլիմպիայում համերգ տա։ Շարլը միայն երգարվեստով չէ, որ բացառիկ է, նրա օրինակը վարակիչ դարձավ նաև այլ երգիչների համար։ Ալժիրցի երգիչ կա, որ աշխարհին հայտնի է որպես Էնրիկո Մասիաս, իսկական անուն ազգանունն է Գարսոն Գրինասիա։ Նա Շարլ Ազնավուրի օրինակը վերցնելով իր երգարվեստի մեջ մտցրեց արևելյան ժողովրդական գործիքներ, ուդ, կանոն, թար, դապ, սա ֆրանսիական երգարվեստի հետ թվում է թե առաջին հայացքից ոչ մի առնչություն չունի, բայց մի նոր որակ բերեց։ Ազնավուրը բացի երաժիշտ լինելուց նաև դերասան եւ գրող էր։ Շատերը կարծում են, որ երգարվեստից գնաց կինոարվեստ, բայց հակառակն է։ Նա կինոյով ավելի արագ դարձավ հանրահայտ, քան իր երգերով։ Ես հիշում եմ Ժուլիեն Դյուվիվիեի ֆրանսիացի կինոռեժիսոր է, նրա նկարահանած ֆիլմը կարծեմ կոչվում էր Սատանան եւ 10 պատվիրանները։ Շարլ Ազնավուրը այդ ֆիլմի մեջ փոքր մարդու կերպար էր մարմնավորել։ Իր ուրեմն պատվազուկ արված քրոջ վրեժը լուծելու համար իր կյանքի գնով է ինքը հատուցում, որպեսզի այդ վրեժը լուծի։ Ֆիլմից հետո ես իհարկե դպրոցական երեխա էի, նստել լաց եմ եղել։ Այդքան տպավորիչ էր նրա մարմնավորած կերպարը։ Շարլ Ազնավուրը բացառիկ էր նաև բեմից դուրս։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա Ֆրանսիայում չէր, իր պատվերով մեծ հյուրընկալություն էր կազմակերպվում հայ հյուրերի համար։ 2009 թվականին հանդիպել եմ, հետը զրուցել եմ, իհարկե կար ժամանակով էր եկել, շատ հնարավորություն չկար խոսելու, բայց ասեցի, գիտեք ինչ եմ մտածում այս պահին, ասեց հետաքրքիր է։ Ասեցի հանուն այն բանի, որ այս աշխարհում եղել է Վիլյամ Սարոյան եւ կա Շարլ Ազնավուր, արժե որ մարդ գոնե մի անգամ ապրի այս աշխարհում եւ այն էլ որպես հայ։ Այսօր Շարլ Ազնավուրի անվան քոլեջում դասավանդում եմ արվեստի պատմություն։ Եվ պիտի ասեմ ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ գնում քոլեջ։ Նաև այն բանի համար, որ Միջանցքում Շարլ Ազնավուրի մեծադիր նկարն է եւ ես ամեն օր իրեն
ասում եմ բարե մայստրո։ Շարլ Ազնավուրը գնաց, բայց երբեք չհեռացավ։ Նա դարձավ հայ ժողովրդի խորհրդանիշը, մի ձայն, որով ճանաչում էին մեզ։ Այս հուլիսին Երևանում կբացվի նրա արձանը՝ Դավիթ Մինասյանի Բոհեմ քանդակը, ընտրված ավելի քան 100 տարբերակից։ Այն ոչ միայն հարգանքի տուրք է, այլև նոր շունչ ֆրանսիական շանսոնի հայ արքայի ոգով։ Իսկ մայիսի 22-ին ծննդյան 101-րդ տարեդարձին Փարիզի Մոնմարտրում բացվեց Լա Բոհեմը Բելվեդերը, մի վայր, որից երևում է ամբողջ Փարիզը, եւ Շարլը շարունակում է միավորել իր հին եւ նոր հայրենիքները։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Renews Armenia։